Ողջույն, հրապարակի զրուցակիցն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Տիկին Կոստանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Կոստանյան, դուք լայն զանգվածներին ճանաչել եք 2017 թվականից, այնուհետև արդեն խորհրդարանում 7-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր, դուք ունեիք հնարավորություններ լինել իշխանական թևում։ Հետաքրքիր է, ինչը ձեզ ստիպեց բռնել ընդդիմադիրի ոչ հեշտ ճամփան ու այսքան տարի մնալ ընդդիմադիր, չօգտվել իշխանական բարիքներից, որն է ձեր մոտիվացիան։ Նախ սկսեմ 2018-ից, 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ինքս անձնական մակարդակում դեմ էի տեղի ունեցողին, թեև ինքս տարիներ շարունակ, մասնավորապես եւ ավելի ակտիվ 2017 թվականից է օրվա իշխանության հանդեպ տրամադրված ընդդիմադիր հայացքներով, բայց 2018-ին ինտուիտիվ կամ որոշակի նաև ազդակներ ստանալով հասկանում էի, որ այն ամենը, ինչ կատարվում է, այնքան էլ լավ հետևանքների չի բերելու Հայաստանի Հանրապետության համար, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ արդեն պարլամենտում կրկին սկզբունքայինորեն շարունակելով ընդդիմադիր կեցվածքը եւ դիրքը փորձում էի հնարավորինս արդյունավետ հանդես գալ որպես խորհրդարանական ներկայացնելով ազգային եւ պետական շահը եւ հանրության հետաքրքրությունները խորհրդարանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո չեմ պատկերացնում որևէ adekvat իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող մեկին, ով կարող էր սեղմել իշխանության ձեռքը եւ շարունակել աշխատել նրանց հետ։ Հնարավորություններ իհարկե միշտ կան բոլոր օպորտունիստների համար, ովքեր անձնական շահ են հետապնդում, կամ եթե նույնիսկ հիպոթետիկ անձնական շահը չէ, այլ դա վերագրում են օրինակ պետության շահին, փորձել իշխանության ներսից ինչ-որ քայլեր գործողություններ անել, որպեսզի պետությունը փրկեն, դա պարզապես կարելի է համարել մանկամիտ եւ ոչ հասուն քաղաքական մոտեցում։ Հետևաբար այստեղ անձնական շահերը ավելի գերակշիռ են այս մարդկանց պարագայում դառնում։ Բացառվում էր իմ պարագայում որևէ կերպ համագործակցել իշխանության հետ, պորտֆել վերցնելով առավել եւս, իդեպ որի հնարավորությունները այդ ժամանակ կային, չեմ բացառում, ակնարկներ թերևս եղել են, բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ը շատ հստակ կարմիր գիծ քաշեց որևէ համագործակցություն օրվա իշխանության հետ բացառում էր։ Տեսեք, Տիկին Կոստանյան, շատ բուռն նախընտրական շրջան է, բոլորովին վերջերս Արման Թաթոյանի միասնության թևերը եւ Հայաքվեն միացան, այսինքն այս միասնության դաշինքային տրամաբանության մեջ հայտարարվել է, որ պատրաստական են ներառողական լինել։ Ընդամենը օրեր առաջ Հայաքվեն իր ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ բացառում է իշխանության հետ կամ իշխանության սատելիտ ուժերի հետ համագործակցություն։ Բայց այս ներառողական տրամաբանության մեջ ո՞րն է Հայաքվեի կարմիր գծերը, որոնք են այն ուժերը, որոնց հետ ամեն դեպքում չի պատկերացնում համագործակցություն Հայաքվեն, հարց տալիս եմ հաշվի առնելով, թե որքան խայտաբղետ է անդիմադիր դաշտը։ Նախ ներառող տրամաբանությունը չի ենթադրում համագործակցություն իշխանության հետ, պարզ է, ռեալ քաղաքական արենայում բոլոր այն ուժերն են ենթադրյալ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից եւ բացառում են համագործակցությունը իշխանության հետ, հետեւաբար այդ ներառելու տրամաբանությունը պետք է դիտարկել բացառապես ընդդիմադիր դաշտում ռեալ գործող դերակատարների առնչությամբ։ Ինչ վերաբերում է նորից էլի քաղաքական դաշտում գոյություն ունեցող սատելիտ ընդդիմադիր ուժերին, ինչու ենք մենք այսպես կոչում, որովհետև նրանց քաղաքական խոսույթում, նրանց քաղաքական վարքագծում, հետևողական քայլերում մենք տեսնում ենք շատ հստակ ազդակներ, որոնք իրենցից ենթադրել են տալիս, որ այս մարդիկ ապագայում հիմա դիրքավորված են որպես ընդդիմադիր, բացառելու սկզբունքով, բացառում են իրենց համագործակցությունը տարբեր, այսպես կոչված նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ,
Բայց այս մարդիկ իրենց վարքագծով հուշում են, որ ապագայում խորհրդարանում հայտնվելու պարագայում միանշանակ համագործակցելու են բարձր տոկոս հավաքած այսօրվա իշխանության ներկայացուցիչների հետ, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Եվ որն է ամենաառաջին ազդակը, որ նրանց խոսույթում տեղ են գտնում գրեթե նույնանման ձևակերպումներ, որոնք օգտագործում է այսօրվա իշխանությունը վարչապետի ղեկավարությամբ։ Տեսեք, Տիկին Կոստանյան, Հայաքվեն եւ Արման Թաթոյանն առանձին ունեն համակիրների որոշակի շրջանակ։ Սակայն ձեր այս դաշինքից դեռ ամիսներ առաջ Արման Թաթոյանը միացել էր Շանթ դաշինքի հետ։ Այ հետաքրքիր է, ինչքանով սիներգիա կա այս եռանկյունում ու ինչպես ընդունվեց որոշումը թիմի ներսում դաշինքի գնալու։ Վերադառնալով Հայաքվեի սկզբունքային կարմիր գծերին, ըստիս սա շատ կարևոր հարց է, որին ուզում եմ անդրադարձանել, որովհետև Հայաքվեն պետք է հիշել, թե երբ ձևավորվեց 2023-ի ամենաթեժ փողոցային պայքարների ժամանակ, երբ Արցախի շուրջ էր, հա, այդ պայքարը ձևավորվել, ձևակերպվել եւ ըստ էության տեղի ունենում եւ Հայաքվեի նախաձեռնությունը որպես քաղաքացիական ստեղծվեց հենց Արցախի օրակարգով եւ ցեղասպանության խնդիրը օրակարգից չթողնելու, որպեսզի դուրս մղվի։ Հիշում ենք այդ ժամանակ տեղի ունենում ակտիվ process-ներ իշխանության կողմից ցեղասպանության մերժողական ուրեմն դիրքից։ Եվ վերադառնալով արդեն Հայաքվեի եւ Միասնության թևերի համագործակցությանը, ինչպես արդեն սոցիալական ցանցերում տեղ են գտել երկարատև քննարկումներ այն մասին, որ օրհասական է, հա, հասարակությանը համախմբելու տեսանկյունից բոլոր առողջ քաղաքական ուժերին իրար հետ համագործակցելու ինչ որ եզրեր գտնելու եւ ամիսներ շարունակ տևած քննարկումների արդյունքում արժեքային տեսանկյունից եկանք այնպիսի եզրակացության, որ Միասնության թևերը հանձին Արման Թաթոյանի հենց այն քաղաքական ուժն ու այն քաղաքական դերակատարն է, որի հետ Հայաքվեն կարող է քաղաքական հուշագիր ստորագրել ու ճանապարհ անցնել միասին։ Ես կարծում եմ այս տրամաբանությունը ենթադրում է նաև նմանատիպ այլ ուժերի ներգրավվածությունը, ինչի ի սկզբանե Հայաքվե քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարել էր, այսինքն թիվ 1 օրակարգը համախմբում ազգային պետական շահ հետապնդող անձնական շահերից վեր կանգնող քաղաքական ուժերի եւ դերակատարների միջեւ դրանք ընդ որում կարող են նաեւ լինել առանձին անձեր, հանրային դերակատարներ, հանրային հասարակական գործիչներ, ովքեր հետևողական եւ սկզբունքային ձևով բոլոր այս տարիների ընթացքում պահել են իրենց ընդդիմադիր կեցվածքը։ Դաշինքի հետ կապված թերևս վերջին հարցը։ Սպասվում է ընդլայնում մոտակա օրերին։ Ինչ քննարկումներ կան, բանակցություններ։ Ակտիվ քննարկումներ բնականաբար լինում են եւ Հայաքվեի կողմից եւ Միասնության թևերի կողմից, այս պահին հստակեցնել ինքս չեմ կարող, որովհետեւ թերևս ինչ որ հանգրվանի այդպես չենք հասել եւ ոչ Հայաքվեի թիմում, ոչ Միասնության թևերից առավել եւս ինֆորմացիա ունեմ, բայց կարծում եմ չի բացառվում, որ չենք եզրափակվի այս մի քանի քաղաքական դերակատարներով Հայաքվեն, Շանդաշինքը, Միասնության թևերը եւ իհարկե մեր այլ գործընկերներ, ովքեր ներգրաված են այս միասնության մեջ։ Տիկին Կոստանյան, տեսեք, մինչ քարոզարշավի մեկնարկը ԿՊ-ն կարծես ներկուսակցական հանդիպումների անվան տակ վաղուց արդեն առնվազն մի քանի շաբաթ է սկսել է քարոզարշավ, լայնամասշտաբ ընտրակեղծարություն, ընտրակաշառք է կարծես բաժանվում, լավ աշխատավարձով աշխատանքի տեղավորելու խոստումից մինչև հարցերը լսել, գույքագրել, լուծում տալ։ Այ հաշվի առնելով Հայաքվեի հարուստ փորձը ընտրությունների շրջանում այս ընտրակեղծարության արձագանքման կանխման մասով, այս մասով ինչ մեթոդներ կան պայքարի։ Նախ ակտիվ աշխատանքը հասարակության տարբեր շերտերի հետ, մենք ինչպես ուրեմն գիտեն մեր հայրենակիցները, Հայաքվեն ունի մարզերում ներկայացվածություն, գրասենյակներ, որտեղ գործում են տարածքային ներկայացուցիչները ու պարբերաբար ամենօրյա ռեժիմով մենք հավաքագրում ենք նմանատիպ խնդիրների մասին
տեղեկատվություն, այսինքն ազդակներ տեղերում, համայնքապետարաններում, գյուղերում, մեծ ու փոքր համայնքներում ինչ process-ներ են տեղի ունենում, ես կարծում եմ, այս աշխատանքը իրենից նաև հանրային պատասխանատվություն է ենթադրում, որից բնականաբար հայաքվե քաղաքացիական նախաձեռնությունը չի հրաժարվելու, այսինքն ամեն կերպ մենք փորձելու ենք այդ խնդիրները, այսինքն նախատրամադրվածության իշխանության կողմից, հա, տարբեր հետաքրքիր մեխանիզմներով կաշառելու եւ մարդկանց ակտիվ մղելու ընտրություններին մասնակցել իրենց օգտին, մենք այս բոլոր հարցերի մասին պարբերաբար խոսելու ենք, բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք փաստահավաք գործունեություն իրականացնել։ Իհարկե օրենքի մակարդակում որքանով դրանք հա տեղ կգտնեն օրինակ, չգիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կամ օրենքի դաշտում գործող պատկան մարմինների մոտ, որպեսզի իրենք հետաքննություն սկսեն եւ հասկանան արդյոք կոռուպցիա կա թե ոչ, այդտեղ կաշառք գործում է թե ոչ, բայց հանրությունը այս մասին պետք է տեղեկացված լինի։ Ինչու, որովհետեւ պարզ է, չէ, որ ընտրությունների օրը ընտրական տեղամասում կեղծիքները ամենափոքր տոկոսն են կազմելու եւ այն ինչ լինելու է, հա, այսինքն իշխանությունը մենք միշտ խոսում ենք ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու մասին, իշխանությունը հենց հիմա դա օգտագործում է, անում է նաև օրենքների փոփոխության տեսքով թոշակները բարձրացնելու, ասելու, որ ինքը իր խոստումները հետևողական ձևով իրականացրել է։ Այսինքն այս խնդիրները, որոնք ամեն օր մենք բախվում ենք, դրանց մասին պետք է բարձրաձայնենք, փաստագրենք եւ իհարկե եթե հնարավորություն կա, իսկ այդ հնարավորությունը կա, միջազգային կառույցներին տեղեկացնենք։ Այսինքն Տիկին Կոստանյան, ճիշտ եմ հասկանում, որ այս փուլում ընդդիմությունն առանձնապես լծակներ չունի գործելու կանխելու, բայց ակտիվ փաստահավաք գործունեություն ամեն դեպքում ծավալելու եք ու փորձելու եք հետևից գնալ։ Դե իհարկե, այդ խնդիրները տեսնելով, բարձրաձայնելով, սոցիալական ցանցերում տարածելով, փոխանցելով խնդրի էությունը նաև փաստահավաքչությամբ զբաղվող զանգվածային լրատվամիջոցներին, հետաքննական գործունեություն ծավալող լրատվամիջոցներին, մենք սրանով կարելի է ասել նաև օգնում ենք, որպեսզի բացահայտվեն այդ կեղծարարությունները, կաշառքի դեպքերը եւ այլն։ Մեծ հաշվով համաձայն եմ, այսինքն օրենքի մակարդակում հույս ունենալ, որ օրենքը հետամուտ է լինելու, որպեսզի այս դեպքերը բացահայտվեն, միամտություն կլինի, որովհետեւ նույն այդ օրենքը դարձել է գործիք իշխանության ձեռքին եւ իշխանությունը զբաղված է ինքնաիրավչությամբ։ Այսինքն, այստեղ թիվ 1 նպատակը հանրային հնչեղություն տալն է, հետևողական զբաղվելը, դրա մասին խոսել, որպեսզի ժողովուրդը չմոռանա եւ միշտ հիշի, որովհետեւ ի վերջո գործողության մղումը, հա, քաղաքացուն նաև այսպիսի փաստերի մասին աղաղակելն է լինելու, այսինքն սա դառնալու է հիմք, որպեսզի քաղաքացին ընտրական տեղամասում առնվազն մտածի արդյոք այդ կեղծարար իշխանության օգտին արժե քվեարկել թե ոչ։ Տիկին Կոստանյան, օրեր առաջ շատ հանգիստ ԱԱԾ շենքի վրա մոլոտովի կոկտեյլներ էր նետվում։ Դեպքից անմիջապես հետո իշխանական, մերձիշխանական մեդիատիրույթում տարածվեց այն մասին, որ այդ ենթադրյալ հանցանք գործողը ֆավորիտ անդիմադիր ուժերից մեկի սատարող է։ Ինչի մասին է սա խոսում, այս միջադեպը, սրան ԱԱԾ շենքի վրա այսքան հանգիստ տենց հարձակումը ու դրան հաջորդած այս մեդիա արշավը։ Ես կարծում եմ հերթական քարոզչական տերորն է, որը գործադրվում է իշխանության կողմից ընդդեմ ընդդիմադիրների, քանի որ փաստացի նրանք ռիսկեր են տեսնում։ Այսինքն պարբերաբար իրականացած սոցհարցումների արդյունքում տեսնում ենք, որ ընդդիմադիր ձեր կողմից մատնանշվող ուժի համակրությունը, հա, հասարակության շրջանում մեծանում է եւ այդ ռիսկն էլ մեծանում է, որ հնարավոր ինչու ոչ գուցե իշխանությունը կորցնեն ընտրությունների արդյունքում։ Հետևաբար ցանկացած կեղտոտ քայլի կարող են դիմել, որպեսզի սևացնեն ընդդիմադիր դաշտում գործող նման ուժերին, այսինքն բևեռներից մեկին, եթե համարենք, որ այս պահին գոյություն ունի 3 կամ 4 բևեռ, այդ բևեռներից մեկին փորձում են այս կերպ չեզոքացնել։ Այստեղ պետք է հարցեր տալ, ինչպես եղավ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ուժային թիվ 1 կառույցի տարածքով անցնող քաղաքացին այդպես շատ հանգիստ, երբ որ ամբողջ շենքը շրջապատված է տեսանկարահանող սարքերով,
քաղաքացին ինչ որ ժամանակ ծախսել է, չէ, այդտեղով քայլել, հասնել, ինչ որ գործողություններ անել եւ այդ գործողություններով վնասել շենքը եւ այդ ընթացքում տեսանյութերում չի երևում որևէ մի ուժային կառույցի ներկայացուցիչի դեմք, ով միջոցներ կձեռնարկեր կանխելու քաղաքացու տվյալ գործողությունը։ Եթե սա նախապես պլանավորված չի եղել, ապա խոսում է իշխանության անգործության մասին, այսինքն ցանկացած մեկը, դա կարող է լինել, չլինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա կարող է լինել օրինակ օտարերկրացի, որը Հայաստանի Հանրապետության դեմ կարող է շատ հանգիստ տերորիստական գործունեություն անել եւ իրավապահ համակարգը չի գործում, չկա, գոյություն չունի, զբաղված են առանձին ընդդիմադիրների հետապնդելով կամ հոգեվորականներին բանտ նետելով։ Եվ երկրորդը, մինչ օրս հավաստի տեղեկատվություն, թե ով էր այդ անձը, ինչ մոտիվներ ուներ, որտեղից կարող էր ուղարկված լինել, չկան տեղեկատվական դաշտում սպրտած։ Այսինքն ամենը այս լուրի շուրջ տեղեկատվության վակուում է եւ մեզ չի տալիս առնվազն adekvat վերլուծություններ անելու եւ եզրակացությունների գալու։ Հետևաբար կարելի է որակել պարզապես անհաջող քարոզչական հերթական մի քայլ սևացնելու ընդդիմադիրներին։ Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ առնվազն վերջին տասնամյակում համապետական ընտրությունների մասնակցության ցուցանիշը խայտառակ ցածր է ու կարծես այլ կարծիք չկա այն մասին, որ ընդդիմության շանսերը մեծ են, եթե մասնակցության բարձր ցուցանիշ ունենանք։ Այո, միանշանակ։ Ձեր ուժը այս առումով ինչ աշխատանքներ է տանում ու որքանով են արդյունավետ։ Գիտեք, նախընտրական այս տրամադրությունները, երբ որ նայում ենք, հա, տարբեր քաղաքական ուժերի կողմից շատ այսպես գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայանալու, մեծ խոստումներ տալու, դրանք մի այլ բան են եւ մի ուրիշ բան է հողի վրա, տեղերում, մարզերում, համեծ ու փոքր համայնքներում քաղաքացիների հետ աշխատանք տանել ամենօրյա։ Ընդ որում, եթե նույնիսկ այդ հանդիպումները քաղաքացիների հետ զրույցները մնում են հետնաբեմում եւ դա չի հանրայնացնում, դա արդեն իսկ ստեղծում է նախադրյալներ տվյալ քաղաքական ուժի կամ դերակատարների համար ունենալ հավակնություններ, որ ապագայում քվեարկելու են իրենց օգտին։ Եվ այդ աշխատանքների տրամաբանության մեջ ամենաառանցքային նպատակը հանրությանը, ժողովրդին, առանձին քաղաքացիներին հորդորել, խրախուսել, մասնակցել, վստահեցնելով, որ բարձր մասնակցության շնորհիվ մենք ունենք մեծ շանսեր ազատվելու օրվա իշխանությունից։ Եվ եթե այդ մասնակցությունը ցածր լինի, բնականաբար այս իշխանությունը բոլոր նախադրյալներն ունի վերարտադրվել։ Այս ամենակարևոր ըստիս ուղերձն է, որ պետք է մեր քաղաքացիներին տանք եւ այս ուղղությամբ տանենք հետեւողական աշխատանք։ Թերևս ամփոփենք մեր զրույցը վերջին հարցումների մասին հարցով Տիկին Կոստանյան։ Այդ տեսեք, տարբեր հարցումներ են այսօր անցկացվում, տարբեր արդյունքներ են ցույց տալիս, շատ ընդդիմադիր քաղաքացիներ, հասարակական գործիչներ հիշեցնում են, որ այս հարցումների իմաստը, այսինքն հարցումները իմաստ ունեն այն դեպքում, երբ որ ընտրությունները լինելու են արդար, ազնիվ, թափանցիկ, այսինքն խորը մտահոգություններ կան այս առումով։ Այս օրերին որ հարցումների արդյունքներին պետք է վստահել, որոնք են օբյեկտիվ, ինչքանով է արտացոլում իրավիճակը։ Մի քիչ դժվար է օբյեկտիվությունը գնահատել, որովհետև տարբեր հատկապես միջազգային կազմակերպություններ, որոնք իրականացնում են հարցումներ, կարծում եմ այլ մեթոդաբանություն ունեն, տեղական հարցում իրականացնող կազմակերպությունները մեկ այլ մեթոդաբանություն եւ հետո տրամադրությունները միջազգային կազմակերպությունների կողմից այլ կերպ կարող է ընկալվել, մերոնց կողմից այլ։ Ես կարծում եմ, որ սոցիալական հարցումների արդյունքները որպես բացարձակ ճշմարտություն պետք չէ ընդունել։ Ինչու՞, որովհետև առնվազն վերջին 10 տարիներին տեղի ունեցած ընտրական process-ները ցույց են տվել, որ այդ հարցումները էականորեն, տրամագծորեն չեն համապատասխանում ընտրություններից հետո տեղ գտած արդյունքներին։ Այսինքն ոչ մի կազմակերպություն հետընտրական շրջանում մոնիտորինգ չի իրականացնում բոլոր այդ հարցումների արդյունքում տրված արդյունքները համադրելու տեսանկյունից, չեն հարցնում արդյոք համապատասխանեց
մինչև ընտրությունները տեղի ունեցած հարցումները եւ արդյոք դրանք իրականությունն էին ամբողջությամբ ներկայացնում։ Պարզես, որ սրանք պարզապես կարող են այսպես ուղենիշ հանդիսանալ քաղաքական ուժերի համար հողից չկտրվելու, բայց միևնույն ժամանակ չպետք է նաև մոռանանք, որ չի բացառվում, որ նաև հստակ ուղղորդմամբ տեղի ունենան այդ հարցումները։ Հետևաբար, այո, պետք է նկատի ունենալ, բայց չառաջնորդվել դրա տրամաբանությամբ, առօրյայում հողի վրա գործանել։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Ես եմ Կոստանյան։ շնորհակալ։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։